Վերջին օրերին ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում ակտիվություն է նկատվում։ Վաշինգտոնը ներկայացրել է կարգավորման ծրագիր, որում ի թիվս այլնի անդրադարձ կա հումանիտար խնդիրների։ Կարգավորման գործընթացի համատեքստում ուկրաինական կողմը շարունակում է բարձրաձայնել 2022 թվականին մեկնարկած ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը։ Կիևի պատվիրակությունը ռուսական կողմին է տրամադրել մոտ 400 առևանգված երեխայի անուն։ Ռուսաստանն առաջարկել է դիտարկել 10 դեպք, ահա թե ինչ տեսլական ունեն նրանք մարդասիրական հարցերի շուրջ։ Ավելի ուշ այս տարվա նոյեմբերին Վոլոդիմիր Զելենսկին հայտնեց, որ Ռուսաստանում գտնվում է շուրջ 19500 առևանգված երեխա։ Ավելի քան 1600-ին հաջողվել է վերադարձնել, այդ թվում տարբեր երկրների և կառույցների միջնորդական ջանքերով։ Ինչպես են ուկրաինացի երեխաները հայտնվել Ռուսաստանում և ինչ թվերի մասին է խոսքը։ Լուրերի հետ զրույցում, այդ թվում ուկրաինացի երեխաների որոնման աշխատանքներով զբաղվող Save Ukraine կազմակերպության ներկայացուցիչ Միրոսլավա Խարչենկոն նշել է, որ երեխաներին սկսել են տեղափոխել Ուկրաինայից դեռևս 2014 թվականից։ Ռուսաստանը առևանգում է երեխաներին Ղրիմի և Դոնբասի շրջանները օկուպացնելուց ի վեր։ Նրանց գնացքներով և ինքնաթիռներով տեղափոխում էին Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, հետո երեխաներին որդեգրում էին Ռուսաստանի քաղաքացիները։ 2022 թվականից ռուսական ուժերն օկուպացրին նաև Խերսոնի, Զապորոժիեի որոշ հատվածներ։ Երեխաներին տանում են, այդ թվում Սիբիր, Սախալին, Հեռավոր Արևելք։ Որոշ երեխաներ վերադարձել են, որոշների հետքը կորել է։ Կան երեխաներ, որ մնացել են օկուպացված տարածքներում, բայց նրանց մասին տեղեկություններ չկան։ Save Ukraine կազմակերպության տվյալով ռուս պաշտոնյաները և զինվորականները ծնողների վրա ճնշում են գործադրում, վախեցնում, հիմնավորելով, որ երեխաներին պետք է տանեն վերականգնողական կենտրոններ։ Դեպք է եղել, երբ զինվորականները տատիկի խնամակալության տակ գտնվող երեխային ստիպողաբար տարել են Կրասնոդարի երկրամասի ճամբարներից մեկը։ Սակայն օրինակ Դոնեցկից մեծ թվով ծնողազուրկ երեխաների են սկսել առևանգել պատերազմից դեռ մեկ շաբաթ առաջ։ Մենք Խարկովի գիշերօթիկ դպրոցից 2 երեխա ենք փրկել։ Նրանք պատմել են, որ զինվորականները մտել են այրել բոլոր փաստաթղթերը, այնուհետև տանկերի ուղեկցությամբ երեխաներին տարել այդտեղից, այնպես որ փախչելու հնարավորություն էլ գրեթե չի եղել։ Միրոսլավա Խարչենկոն մեջբերում է երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի 2023 թվականի զեկույցը, որի համաձայն փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 700,000 երեխա, մեծ մասը ծնողների կամ այլ հարազատների հետ։ Նրանց թվում են եղել նաև ծնողազուրկներ։ Հանձնակատարի գրասենյակից նշել էին, որ Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի մարզերից էլ մի շարք ծնողներ իրենց երեխաներին ուղարկել են Ռուսաստան հանգստի, այդ թվում ռազմական գործողություններից պաշտպանելու համար։ Մոսկվան այդ երեխաների մասին տեղեկություն չի տրամադրում ոչ Կիևին, ոչ Կարմիր խաչին, չնայած նրանք հայտարարում են, որ փորձել են փրկել երեխաներին, այլ ոչ առևանգել։ Ռուսաստանը Ուկրաինայում հակամարտության գոտուց տարհանել է երեխաներին բացարձակապես օրինական կերպով, նրանց կյանքն ու առողջությունը փրկելու համար։ Տարանվել են ամբողջական մանկատներ, այդ կառույցների տնօրենները երեխաների օրինական ներկայացուցիչներն են եղել։ Հատկանշական է, որ 2023 թվականի մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել հենց ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի կասկածանքով։ Իսկ ինչպես են կազմակերպվում երեխաների որոնման աշխատանքները։ Մեր կազմակերպությունը գործակցում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ։ Մեր ջանքերով հաջողվել է վերադարձնել լայնամասշտաբ ներխուժումից հետո առևանգված 1050 երեխայի։ Հաճախ երեխաներն ինքնուրույն են մեզ հետ կապվում կամ նրանց ընտանիքները հարազատներն են խնդրում օգնել։ Հատուկ թիմեր ունենք, որ հետաքննություններ են անցկացնում։ Միրոսլավա Խարչենկոն հավելում է, որոնման աշխատանքները չեն դադարում, թեև երեխաներից շատերի անձնական տվյալները Ռուսաստանում փոխում են, ինչը բարդացնում է նրանց վերադարձի գործընթացը։ Աղետի մասշտաբներն էլ աստիճանաբար պարզ են դառնում։ Օրինակ արդեն դեպքեր կան, երբ ուկրաինացի տղաներին պատրաստում են պատերազմ ուղարկելու համար։ Նաև Ռուսաստանից վերադարձված երեխաների խոսքով իրենց պատմում են, թե Ուկրաինա պետություն գոյություն չունի։ Նույն Մարիա Բելովան իր հարցազրույցներում ասել է, որ Մարիուպոլից երեխայի է որդեգրել, և այդ երեխան ատում էր Պուտինին։ Ուկրաինական երգեր էր երգում, բայց հետո Բելովայի ձևակերպմամբ նրան հաջողվել է սովորեցնել սիրել Ռուսաստանը։
Ուկրաինայի օկուպացված տարածքներից առևանգված երեխաների թվի վերաբերյալ տվյալները հակասական են։ Պաշտոնական վիճակագրությանը զուգահեռ ամերիկյան Յելի համալսարանի հետազոտողները նշում են, որ այդ երեխաների թիվը կարող է հասնել 35,000-ի։ Հստակ չէ նաև, թե երեխաներից քանիսն են Ռուսաստան տեղափոխվել ծնողների խնամակալների հետ եւ քանիսը վերադարձել Ուկրաինա։ Անորոշ է եւ այն, արդյոք երեխաների հարցը տեղ կգտնի ներկայումս բանակցվող խաղաղության ամերիկյան ծրագրում։ Ուշագրավ է, որ գործընթացին ներգրավված է ամերիկյան կողմը, իդեմս Դոնալդ Թրամփի կնոջ Մելանիա Թրամփի։ ԱՄՆ-առաջին տիկինը հայտնել է, որ իր ներկայացուցիչներն աշխատում են Կրեմլի թիմի հետ, ինչի արդյունքում ուկրաինացի մի քանի երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ։ Օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան էլ հաստատել է ուկրաինացի երեխաների վերադարձի մասին բանաձևը, պահանջելով Ռուսաստանից ապահովել բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձը Ուկրաինա։ Դիանա Գասպարյան, լուրեր։